Ազգային անվտանգությունն այս գործը սկսեց փողերի լվացման մեղադրանքով։ Փողերը Հայաստանի բարեկամ պարոն Հանցմանինն են, եթե փողերի լվացում էր, ուրեմն Հանցմանը պետք է լիներ լվացողը։ Հիմա այդ մեղադրանքը չկա, կա փողերի յուրացում և օրինականացում։ Ում փողն է յուրացրել պարոն Օսկանյանը։ Հանցմանն ասում է իմ փողերը չի յուրացրել։ Ես ծայրեցայր գործընթացից տեղյակ եմ, ամեն բան արվել է իմ համաձայնությամբ և հանձնարարությամբ։ Գլխավոր ՏՏԽ-ի միջնորդությունն ասում է, յուրացրել է Սիվրիթաս հիմնադրամի փողերը։ Հիմնադրամի հոգեբարձների խորհուրդը, գործադիր տնօրենը ասում են, մեր փողերը ոչ ոք չի յուրացրել։ Սիվրիթասի ամբողջ անձնակազմը այս պահին կարծեմ բողոքի ցույցի է ազգային ժողովի դարպասների դեմաց։ Յուրացում չկա, այստեղ պարոն Օսկանյանի բացատրությունից հետո աչքի պես պարզ է։ Յուրացում չկա, բնականաբար չկա նաև օրինականացում։ Բայց գլխավոր դատախազը ազգային ժողովում է։ Ինչու՞։ Այս հարցի պատասխանը ստիպում է անդրադառնալ պարոն Օսկանյանի անձին ու գործունեությանը։ Մարդը սփյուռքահայ է, վերադարձել է հայրենիք և իբրև պրոֆեսիոնալ 10 տարի ղեկավարել է Հայաստանի արտգործնախարարություն։ Պաշտոնանկությունից հետո, ինչպես շատ պետական գործիչներ անում են քաղաքական աշխարհում, իր հեղինակությունն ու կապերը օգտագործելով ստեղծել է հիմնադրամ, որ մեր երկրի ու տարածաշրջանի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, մշակութաբանական հետազոտությունները իրականացնում։ Նաև ստեղծել է իշխանության ազդեցությունից դուրս օրաթերթ և ինտերնետային հեռուստատեսություն։ Նպատակը երկրի ու հասարակության առաջ ծառացած հարցերը արծարծելն է, լուծումներ առաջարկելը։ Կարծես վատ բան չի արել։ Եթե միայն նկատի չունենանք, որ ԶԼՄ-ների բացահայտ ու գաղտնի մոնոպոլացման մեր ժամանակում ցանկացած ինքնուրույնության և անկախության փորձ ոմանք անթույլատրելի են համարում։ Էլ ինչ է արել պարոն Օսկանյանը։ Մտել է քաղաքականություն և վերախնդրական շրջանում արմատական դիրքերից քննադատել է քաղաքական մենաշնորհի բացարձակացումը, կառավարության սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը։ Բնականաբար, այս համատեքստում Վարդան Օսկանյանին անձեռնխրությունից զրկելու փորձը անհնար է չորակել իբրև քաղաքական հետապնդում։ Միջնորդության հանրորեն վտանգավոր արար, հանցավոր ճանապարհով ձեռք բերված արտահայտություններին չեմ էլ անդրադառնում։ Բարգավաճ Հայաստանի գրատականը տվել է սա համարելով նաև կուսակցության դեմ ուղղված քայլ, բայց ինձ այլ բան է հետաքրքրում։ Ինչ է անելու մեր խորհրդարանը, ինչպես է այս գործը ազդելու մեր պետականության ընթացքի վրա, ինչ ազդակներ է փոխանցվելու Հայաստանի քաղաքացիներին։ Խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն, հանրապետական, պլյուս, մինուս կամ բազմապատկած օրինաց երկիր։ Բնականաբար որոշումն է, պատասխանատվությունն է, իրենցն է։ Արդյոք հանձնելով Օսկանյանին մենք դժվար կայացող մեր պետականության հիմքերի մեջ նոր ականջ չենք դնում։ Անկախ տարբեր ուժերի քաղաքական դիրքորոշումից մարդը 10 տարի բարեխոհորեն կատարել է բարձրաստիճան պետական գործի իր պարտականությունները և հարգանք ու հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում։ Իրավականորեն այսքան անհիմն մեղադրանքի պարագայում ինչ արձագանք ու հակազդեցություն ենք ունենալու նախորդը դեռ ամբողջովին չմարսած։ Սրանով մենք քաղաքական հաշվեհարդարները պարբերաբար կրկնելու նախադեպեր չենք ստեղծում։ Գիտեք հարգելի պատգամավորներ, աշխարհում մի տարօրինակ ավանդույթ կա։ Իշխանությունները, մեծամասնությունները երբեմն նաև փոխվում են։ Սա նաև յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվության, քաղաքացիական դիրքորոշման խղճի հարց է։ Կյանքը շարունակվելու է, և տարիներ շարունակ ամեն մեկս առանցին մեր մեջ մտածելու ենք։ Ճիշտ ենք պահել մեզ Օսկանյանին հանձնելիս։ Մեր պետության ամոթը չէ, որ պարկեշտ, վաստակ ունեցող մարդուն այս վիճակի մեջ ենք դրել։ Ինչպես մի առիթով ասել է հանրապետության նախագահը, կուսակցությունը ոհմակ չէ։ Եվ վերջին հարցը, առջևում նախագահական ընտրություններ են։ Այս քայլով մենք նվազեցնելու թե ավելացնելու ենք քաղաքական ու հասարակական լարվածությունը։ Հանդուրժողականության թե անհանդուրժողականության մթնոլորտ ենք ստեղծելու։ Մեր քաղաքացիների մոտ մեծացնելու թե վերացնելու ենք վստահության վերջին փշրանքները
իշխանության եւ Հայաստանի ապագայի հանդեպ։ Հարգելի պատգամավորներ, Դաշնակցության խմբակցության համար այս հարցերի պատասխանը հստակ է։ Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու։ Շնորհակալ եմ։